Բարև ձեզ սիրելի դիտողներ, բարի երեկո, Հայկ Ալիքի հարգելի բաժանորդներ։ Այս տեսանյութում ես խոսելու եմ ներկայումս Հայաստանի հետ կապված բացվող հնարավորությունների վերաբերյալ, Թուրքիայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ, Թուրքիայում դժվարությունների վերաբերյալ եւ ինչ հնարավորություններ, ինչ կարևոր զարգացումներ կարող են լինել հայ ազգի համար։ Գիտենք, որ Թուրքիայում արդեն մարտի 10-ից սկսած վաղը կլրանա 10 օրը, ինչ ձերբակալվել է Կոստանդնուպոլսի քաղաքապետ Իմամօղլուն, Էքմեր Իմամօղլուն եւ ամբողջ ընդդիմությունը զանգվածային ցույցեր անհնազանդության, բողոքի, դժգոհության ալիք է բարձրացրել։ Չնայած դրան Էրդողանի ռեժիմը միևնույն է պահում է իշխանությունը եւ Էրդողանի ռեժիմը չի զիջելու հեշտությամբ։ Մեզ համար արդեն կարող ենք հետևություններ անել եւ հասկանալ շատ կարեւոր մի բան։ Մեզ ձեռնտու է, որ Թուրքիան երկար ժամանակ գտնվի դժվարությունների մեջ, խնդիրների մեջ։ Մեզ ձեռնտու է, որ Էրդողանի կառավարող ռեժիմի եւ ընդդիմության հակամարտությունը երկար տևի ու շատ խնդիրներ առաջացնի Թուրքիայում։ Վերջի վերջո ես կարծում եմ Էրդողանի ռեժիմը երկար կյանք չունի, սակայն եթե այս խնդիրները այնտեղ ձգվեն ամիսներ, գուցե, չգիտեմ, կես տարի, մեկ տարի, Թուրքիան դրանից կթուլանա եւ քաղաքականապես եւ տնտեսապես։ Ամենակարևորը արդեն իսկ առաջին օրերից թուրքական լիրան մեծ դեվալվացիա էր ապրում ու դա շարունակվելու է։ Իսկ Թուրքիայի քաղաքականապես թուլանալը մեզ համար կարևոր է, Թուրքիան չի կարողանա իր քիթը խոթել տարածաշրջանում ուրիշ պետությունների գործերին ակտիվ ձևով եւ չի կարողանա ամենակարևորը Հայաստանի անվտանգությանը եւ Հայաստանի ազգային օրակարգ առաջ բերելու գործում խանգարել լրջությամբ։ Շատ կարևոր մի բան եմ ուզում նշել, Թուրքիայի ներկայիս ընդդիմությունը միևնույն է հայատյացել եւ թուրքական հասարակությունը դա նացիստական ազգայնամոլական հասարակություն է ու որևէ կերպ չպետք է ինչ-որ հույսեր կապել Էրդողանի ռեժիմի տապալման պարագայում Թուրքիայի նոր հնարավոր իշխանության հետ բարի դրացիական հարևան պետություններ որպես լավ հարաբերություններ ունենալու։ Մենք Թուրքիայից ունենք մեկ հարց, մեկ պահանջ, դա մեր հայրենատիրության պահանջն է ու ես հիմա գտնվելով Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ մեր 15 թվականի եւ իհարկե հենց 20-րդ դարասկզբի, կարող ենք ասել 19-րդ դարավերջի կոտորածների ու միլիոնավոր զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրն է, այդ տարածքից եմ հենց այս տեսանյութը պատրաստում, նկարում, պետք է հասկանանք, որ այն մեծ կորուստը, այն մեծ վնասը, որ կրել է հայ ազգը թուրքական պետության կողմից, Օսմանյան կայսրության կողմից, Թուրքիայի ներկայիս պետությունների իրավահաջորդն է, ենթակա է ճանաչման ու հատուցման ամենակարևորը։ Անասելի չափերի մեծ կորուստներ ենք մենք ունեցել եւ անչափելի նյութական իմաստով, պատկերացրեք մի քանի միլիոն հայ 100-120 տարվա ընթացքում ինչքան ավելացված արժեք կստեղծեր եւ մի քանի միլիոն հայը 3-4 սերունդ արդեն որքան շատացած կլիներ, մոտավորապես եթե գնահատենք մենք առնվազն 15-20 միլիոն նվազագույնը մարդկային կորուստ ենք ունեցել, այդքան շատ կլիներ հայ ազգը, եթե այն ժամանակ 3 միլիոնից ավել զոհեր չունենայինք եւ նյութական արժեքով անչափելի, որովհետեւ այդ մարդկանց մեջ
ովքեր որ զոհվել են եւ սերունդներ չեն տվել, քանի մեծահարուստ հայեր կլինեին, քանի նոր գիտնականներ կլինեին, համաշխարհային դեմքեր կլինեին, Շարլ Ազնավուրներ կլինեին, Վիկտոր Համբարձումյաններ կլինեին, Արամ Խաչատուրյաններ կլինեին, Գալուստ Գյուլբեկյաններ կլինեին, Ալեկ Մանուկյաններ, Ջերալդ Քաֆեշյաններ, Քրքորյաններ, եւ այսպես շարունակ։ Ուստի այդ հատուցումը պարտադիր է պետք, որպեսզի մենք կարողանանք ներել Թուրքիայի պետությանը, Թուրքիայի հասարակությանը եւ նյութական հատուցումը պարտադիր ու մեզ հասանելիք մեր հայրենատիրոջ իրավունքով այն բոլոր տարածքները, որը Սևրի դաշնագրով եւ Վիլսոնի իրավարար վճռով պատկանում է մեզ։ Հիմա ասեմ ինչով է կարևոր այս հնարավորությունները, ինչը տեսանյութի սկզբում ասեցի, մեզ համար բացվող, այն պարագայում, եթե մենք ազգային օրակարգ ձևակերպենք եւ ազգային հզոր պետություն կառուցելու նպատակ դնենք, որի համար շատ լավ հնարավորություն է բացվում, մենք կարող ենք Թուրքիայում տիրող այս խառը վիճակից ու ամբողջ աշխարհին այդ օրակարգի մասին կրկին հիշեցնենք, առաջ բերենք այդ օրակարգը, ինչը ավելի լավ քան այսօրվա հնարավորություններն են, դժվար է լինելու պատկերացնել։ Իսկ այդ օրակարգը կայանում է հետևյալում, որ մենք պետք է ապրիլի 24-ի օրը առիթը օգտագործենք ամբողջ աշխարհին տասնյակ հազարավոր, 100 հազարավոր հայությունով այդ օրակարգի մասին բարձրաձայնելու։ Այսօր Հայաստանի թուրքահպատակ, թուրքական ծառա, թուրքական ծրագրերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առաջարկում է մոռանալ, հայոց պահանջատիրությունը առաջարկում է փակել Արցախյան շարժման էջը, մենք պետք է ապրիլի 24-ը օգտագործենք աշխարհին հայտնելու համար, որ Արցախի էջը փակված չէ, որ հայոց պահանջատիրության գործընթացը նոր թափով մենք գործի ենք դնում, վերսկսում ենք եւ ազգային պետություն ստեղծելու օրակարգը դրան է միտված լինելու։ Ամբողջ աշխարհը, կրկնում եմ, ապրիլի 24-ին նայելու է հայ ազգին եւ շատ լավ առիթ է, որ ապրիլի 24-ին մենք հուշահամալիր հարցերից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելուց հետո չգնանք ինչպես սովորաբար տուն, այլ հավաքվենք հրապարակում եւ իլուր աշխարհի ձևակերպենք մեր ազգային պետություն ստեղծելու, ազգային ընտրանի ձևավորելու, ազգային հզոր օրակարգ ձևավորելու վերաբերյալ, դիմենք մեր միջազգային բարեկամ երկրներին, պետություններին, ազգերին, օգտագործենք այդ օրը, առաջինը իհարկե հույներին, ովքեր մեր հետ միասին հանդիսանում են թուրքական բռնությունների ու ցեղասպանության զոհեր եւ նույնպես հայրենատիրոջ իրավունքներ ունեն ներկայիս Թուրքիայի տարածքի նկատմամբ, չփոխհատուցված վնասների ձևով նույնպես, այստեղ հույները ավելի քան որևէ այլ ժողովուրդ ու պետություն մեր կողքին են կանգնած, իդեպ շատ ամուր, շատ հավատարիմ ձևով եւ մենք այս առիթը օգտագործելով պետք է աշխարհի մյուս հզորներին, առաջին հերթին եվրոպական գերտերություններին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, ինչու՞ չէ նաև Արևելյան Եվրոպայի այսօր խոշոր խաղացող երկրներ Լեհաստանին, բացատրենք ու առաջ քաշենք օրակարգ, որ բաց դառնա ցամաքային սահմանը եվրոպական ու քրիստոնյա քաղաքակրթության, դա հայկական բարձրավանդակն է ու հայ ազգը ու հայկական պետականությունը կարող է դրա երաշխավորը լինել, դա պահպանել, մյուս կողմից ծովային սահմանը դա Հունաստանն է։ Հույները ու հայերը եզրագծում են մի կողմից ծովային, իսկ հայերը հայկական բարձրավանդակով ցամաքային սահմանները բարձր քաղաքակրթության
եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության։ Մենք պետք է ապրիլ 24-ի օրը, կրկնում եմ, շատ ճիշտ ձևով օգտագործենք։ Ես կոչ եմ անում պարտադիր բոլորի տարածել այս տեսանյութը, տեղադրել ձեր էջերում, բաժանորդագրվել Հայկ ալիքին և պատրաստվել ապրիլի 24-ին հրապարակում հավաքվելու ու հայտնելու, որ մենք ազգային պետություն ստեղծելու և ազգային օրակարգ ձևավորելու կամք ունենք, ամենևին այն ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը, որը ի դեպ 90% հակառեյտինգ ունի այսօր հասարակությունում և ատելի է, բառից բուն իմաստով, բոլոր հարցումներն են այդ մասին վկայում, որևէ կերպ չի արտահայտում հայ ժողովրդի կամքը ու նպատակները։ Հայ ժողովուրդը ու հայ ազգը լիակամ է, վճռակամ է ստեղծելու ազգային հզոր պետություն, ազգային օրակարգ և իր դաշնակից եղբայրակից ժողովուրդների ու պետությունների հետ միասին պահելու, պաշտպանելու և վերահզորացնելու բարձր քաղաքակրթությունը հայկական բարձրավանդակում իրեն պատկանող հայրենատիրոջ իրավունքով։ Շնորհակալություն, անպայման տարածեք այս տեսանյութը և բաժանորդագրվեք Հայկ ալիքին։ Հաջորդ տեսանյութերը նվիրված այդ մեր ազգային օրակարգ ստեղծելուն իհարկե դեռ կլինեն, խնդրում եմ հետևեք անպայման ու տարածեք բոլոր տեսանյութերը, որը Հայկ ալիքով հրապարակվում են։ Շնորհակալություն։